Վերջին տարիներին քաղաքամայր Երևանը պահպանելով իր առանձնահատկություններն ավելի է գեղեցկացել մուրալ արվեստի շնորհիվ։ Քաղաքի տարբեր շինությունների պատերին տեղ են գտել ուշագրավ պատկերներ, որոնք ոչ միայն վառ են, ինքնատիպ են, այլև կրթական ճանաչողական կարևոր նշանակություն ունեն։ Այդ նշանակության հենասյուներն են կարևորագույն 3 ֆակտորներ։ Առաջի հերթին քաղաքի մոդեռն տեսքը։ Ժամանակակից մայրաքաղաք կամ քաղաք ունենալու համար դու պարտավոր ես քո քաղաքի մշակութային միջավայրում ունենալ նման ոլորտի դրսևորումներ։ Երկրորդը դա ճարտարապետաշինարարական որոշակի արդեն իսկ անհետաքրքիր եւ հնամաշ տեսք ունեցող շենք շինությունների նոր տեսքի, նոր գույնով ներկայացնելու հնարավորությունն է, որը միջազգային պրակտիկայում շատ հիանալի ձևով օգտագործում են, եւ երրորդը դաստիարակչական, քանի որ սա այն կարևորագույն ոլորտներից մեկն է կերպարվեստի մեջ, որը ուղիղ ռեժիմով մտնում է կապի մեջ բնակչի հետ քաղաքի։ Դավիթ Խաչատրյանը տարիներ առաջ ձեռնամուխ է եղել մուրալ արվեստը Երևան բերելու գործին։ Նա ուսումնասիրել է միջազգային փորձը կապեր է հաստատել մասնագիտական համայնքում՝ ԱՄՆ, Եվրոպա, Լատինական Ամերիկա եւ այլն։ Հասկացել է, սթրիթ արթի մուրալ ուղղությունը Երևանում զարգացնելը դառնալու է իր կյանքի կարևորագույն նպատակներից մեկը։ Մուրալը կոլորիտային փոքր եվրոպական ոճի քաղաքներին կամ մայրաքաղաքներին բնորոշ արվեստի տեսակ է եւ մուրալը իր տրամաբանությամբ լրիվ տեղավորվում է երևանյան կոլորիտի եւ երևանյան, այսպես ասած, մշակույթի մեջ։ Ժպտացող հայուհի մուտք դեպի մեծ արվեստ ընդվզում։ Հայ եւ իտալացի անվանի նկարիչների վրձնին պատկանող մուրալները նոր շունչ են հաղորդել թե շենքերին, թե փողոցներին, թե քաղաքին։ Պատկերները երբեմն անտարբեր անցորդներին ստիպում են կանգ առնել, հիանալ, մտորել որոշ հարցերի շուրջ, ի վերջո ժպտալ։ Էրեբունի Երևան տոնակատարությունների շրջանակում առաջիկայում Սարյան փողոցում հնարավոր կլինի տեսնել նաեւ քանդակագործ Արա Սարգսյանի Արգիշտի թագավորին նվիրված քանդակի հիման վրա մշակված խորհրդանշական մուրալը։ Արա Սարգսյանի թանգարանի տնօրինության հետ համաձայնացնելով մենք կարողացանք ստեղծել մի շատ հիասքանչ էսքիզ վարպետի Արգիշտի թագավորի արձանի հիման վրա, որտեղ պատկերված է հնի եւ նորի, դասականի եւ մոդեռնի համաձուլումը եւ շատ հետաքրքիր կլինի, երբ որ դասական մեր քանդակագործի եւ Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր Արա Սարգսյանի ստեղծագործությունը այսօրվա շնչով, այսօրվա մոտեցումով ներկայացնի մեր բնակիչներին, դասա նաև իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիան, որը լավագույն այսօր իր ոլորտում նկարիչներից մեկն է։ Ժպտացող հայուհին մուրալի հեղինակն ամերիկաբնակ Կարեն Արշիմյանն է։ Մուտքը դեպի մեծ արվեստ աշխատանքը ստեղծել է իտալացի նկարիչ Անտոնինո Պերոտան։ Իսկ Երվանդ Քոչարի ընդվզում ստեղծագործության համանուն մուրալը վարպետի 125-ամյակի առթիվ Երևանին է նվիրել իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիան։ Մուրալներն օտարերկրացիներին վստահելու ցանկությունը ոչ միայն պայմանավորված է նկարիչների պրոֆեսիոնալիզմով, այլև Հայաստանը հանրահռչակելու ցանկությամբ։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի Երևանի մշակութային կյանքը միջազգայնանա եւ ընտրելով այն ճանաչում ունեցող նկարիչներին, մենք նաև դրա հետ մեկտեղ ընտրություն ենք կատարում իրենց հետևորդների բանակի մեջ, որովհետև այդ նկարիչները ունեն տասնյակ հազարավոր հետևորդներ ամբողջ աշխարհում, օգտագործելով միջազգային ճանաչում ունեցող եւ նշանակություն ունեցող նկարիչների պոտենցիալը Երևանի մշակութային կյանքում, մենք դրա հետ մեկտեղ նաև բացի ստեղծելով մասնագիտական եւ ստեղծագործական բավականին տենց բերի հող, նաև կարողանում ենք պոպուլարիզացիա անել մեր քաղաքը։ Խաչատրյանը նկատում է, որ հատկապես վերջին տարիներին Երևանի իշխանությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մուրալ արվեստի նկատմամբ։ Նա հույս ունի, որ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ առաջիկայում հնարավոր կլինի մուրալ արվեստի բազմաթիվ նախագծեր իրագործել, որոնց շրջանակում Հայաստան կժամանեն նկարիչներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Կանադայից եւ այլ երկրներից։ Նախնական արձագանքները ի ուրախություն ինձ եղել են դրական եւ հույս ունեմ, որ մենք մոտակա ապագայում քաղաքապետարանի աջակցությամբ կկարողանանք ի վերջո կյանքի կոչել քաղաքի համար նման շատ կարեւոր նախագիծ, եթե դու տարվա կտրվածքով կարողանում ես ամենակիչը իրականացնել գոնե 7-ից 10, 12 կամ 15 նախագիծ, կախված է ֆինանսավորումից եւ նյութական աջակցությունից, մոտակա 5 կամ 10 տարի հետո դու կարողանալու ես
բաց երկնքի տակ ունենալ մի հիանալի թանգարան։ Նշում է, մասնագետներն աշխատել են բարձրորակ ներկանյութերով, որպեսզի պատկերները երկար ապրեն։ Ինձ լավ եմ զգում, որովհետև մենք կարողանում ենք ի վերջո շատ դժվարությամբ, անկեղծ եմ ասում, շատ դժվարությամբ ստեղծել նման շեդևրներ, որոնք դառնում են քաղաքին արդեն որպես այսպես պատմամշակութային արժեք են իրանք ձեռք բերում եւ իրենք այլևս դառնում են լիարժեք բաղկացուցիչ մասը մեր քաղաքի։ Սա նաեւ այցեքարտա դառնում մեր քաղաքի համար։ Անժելա Համբարձումյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։